Պարոն Դանելյան, քիչ առաջ Ալեն Սիմոնյանը նույնիսկ լրագրողներին թույլ չէր տալիս, որ Արցախ անունը ասել, դրանից հետո նաև ասաց, որ Արցախը հանձնել են Ռոբերտ Քոչարյանը, նախկին իշխանությունները Սերժ Սարգսյանը եւ ընդհանրապես ասում է, այո, նրանք որ կան իշխանության, հաստատ պատերազմ է լինելու։ Էլ չասեմ, որ Փաշինյանն ասում էր սեպտեմբերին ավերիչ, աղետաբեր պատերազմ է լինելու։ Նախ որտե՞ց։ Եթե նրանք կտրվեն։ Որտե՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է։ Պայմանական են ասում են ընտրություններից հետո։ Այսինքն դա կարա մի բան նշանակի, որ միգուցե կան պայմանավորվածություններ, միգուցե իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ եւ իրենք գիտեն հստակ օրն ու ժամը պատերազմի։ Ես ուզում եմ հիշեցնել կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին որևէ պատերազմ չի եղել։ Եթե խոսում են զոհերից, ուրեմն գնացեք եւ վիճակագրությունը նայեք, թե ում իշխանության օրոք ինչքան պատերազմ ա եղել, ինչքան զոհեր են եղել, ինչ արհավիրք ա եղել եւ այդ տխմարագույն թեզը, թե իբր նախկինում հաղթանակած նախագահները Արցախը իրենք են հանձնել, ախր կա պատմություն, չէ, կա իրավիճակ։ Արցախը առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, երբ որ Ստեփանակերտին, արդեն Ստեփանակերտի մատուցներին են հասել, այդ մարդկանց շնորհիվ, որոնք եւ այդ ժամանակ են իշխանություն եղել եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխանության ամենաբարձր օղակներում են եղել, այդ մարդկանց աշխատանքի, պայքարի, հերոսական ուղու շնորհիվ 12000 քառակուսի կիլոմետր տարածք ա եղել, Լեռնային Ղարաբաղի տարածքը, Արցախի Հանրապետության տարածքը, բայց որ տվել էին այդ որտեղ էին նուրը գրկած նկարվում ասում ախր իրենք օրվա մեջ 4-5 անգամ սխալվում են 4-5 անգամ սխալվում են քիչ չի ասում են մենք դες բան չենք ասել առավոտվա ասած բանը կեսօրին ասում են մենք դες բան ենք մենք լավ եք տեսել կողմ մենք չենք մենք չենք ասում եթե մարդը քրոնիկ ստախոս են ինչի մասին է խոսքը էլի եթե մարդը առավոտյան մի բան ասում կեսօրին ասում է այդ ես չեմ կարող է ինձ հետ կապված խնդիրներ կա ես չեմ բան դուք տեսել եք թե չեք տեսել այդ ամեն ինչը չեք տեսել ոնց է մարդը կրկնում եմ մի քանի ժամվա ասած բանը հերքում ասում է ես չեմ ինքը տենց էլ երկիր է կառավարում տենց էլ գնում է բանակցությունների մենք գիտենք բանակցային գործընթացի ժամանակ ով ոնց է իրեն պահել ինչ խնդիրներ ա ունեցել չէ գիտեք ինչ կա տեսեք երկիրը չպետք է կառավարվի եւ ղեկավարվի ուրախ ավտոբուսի տրամաբանությամբ ոնց որ ավտոբուսում ա հենց էլ պետական կառավարման համակարգն ա նույն ձև նաեւ արտաքին հարաբերություններն ա գժիտեղ դնելով բանակցությունները վարելով արդյունքի կհասնեն եթե դա հաջողված փորձ ա իսկ թվում է այդ փորձը կարա ինչ ուրիշ երկրները կիրառեն թե մենք ենք այդքան տենց առաջադեմ մենակ մեր մոտ է տենց առաջադեմ իշխանության ներկայացուցիչներ որ կարողանում են տենց գժիտեղ դնելով բանակցություններ վարել Սիմոնյանն ասում է որ Քոչարյանով տժժում են ինչ կարող եք ովքեր անի ջան ովքեր են տժժում գիտեք ես անհեթեթություններ մեկնաբանելու ոչ տրամադրություն ունեմ ոչ էլ նպատակ ունեմ մեկնաբանել մի բան կարող ասեմ ինչ որ ասում են ինչ որ խոսում եք քաղաքական գործիչի շուրթերից պետք է դուրս գա միայն ու միայն ճշմարտություն եւ ոչինչ բացի ճշմարտությունից եւ փաստ կներեք եւ փաստերով փաստը կա փաստ գոյություն ունի փաստ այս աղետը բերելա բացառապես գործող իշխանությունը գործող իշխանության ղեկավարն է մի քանի պատերազմ բերել գործող իշխանության օրոքա Արցախը դարել Ադրբեջան գործող իշխանության ներկայացուցիչներն են առաջի անգամ ասել Արցախը Ադրբեջանի կազմում է դրա մասին ասել են անգամ եվրոպական գործընկերներ բացեք Բորելի հայտարարություն տեսեք ինչ ասում Բորելը Բորելն էլ ասել բոլոր այն պաշտոնյաներն էլ որոնք որ շատ ու շատ պաշտոնյաներ ասել են Հայաստանի Հանրապետության
վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այն միակ ղեկավարն ա եղել, որ ճանաչել է Արցախ Ադրբեջանի կազմում։ Հիմա էլ բանը հասել է նրան արդեն, որ Արցախ բառը ասելուց իրենք վախեր ունեն, որ կարող է Արցախ բառը ասեն, Ալիևը եւ Էրդողանը ջղայնանան, եւ իրանց համար լավ չլինի, իրանց համար, իրենց աթոռի համար լավ չլինի, իրենց աթոռի, իրենց պաշտոնի համար։ Պարոն Դանիելյան, ձեզ Պաշտոն, աթոռ, հանուն տարածքների, աթոռ, հանուն տարածքների։ Էդ է իրանց տրամաբանությունը, էդ է իրանց լոգիկան։ Բա գոռում էր կոկորդ է ճղում Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ինչ եղավ այդ բանը եւ մի ուրիշ հանգամանք է։ Դուք ուշադրություն դարձեք իրենց խոսույթի վրա։ Սկզբից ասում են բռնի տեղահանված արցախցիներ։ Հիմա բռնի տեղահանում են հանել։ Էդ են խմբագրել։ Էլ բռնի տեղահանված չեն։ Արցախցիները բռնի տեղահանված չեն։ Մի հատ հարցրեք իրանց, ասեք բռնի տեղահանված են, հիմա այդ մարդիկ կողմնորոշվեք, որ մի 2 ամիս առաջ գոնե այդ բռնի տեղահանված ասում։ Հիմա այդ բռնի տեղահանվածներ չեն ասում, ասում են փախածներ, այն էլ ասում են փախած են մարդուն, որի հայրը Արցախյան առաջին ազատամարտիկ լեգենդար հրամանատարից ա եղել։ Մերուժան Մոսյանը, որը մարտական խաչ առաջի աշճանի ասպետ է, որ ամբողջ իր կենսագրությունն ու կյանքը նվիրաբերել է հանուն Արցախի հերոսների նկատմամբ նման վերաբերմունքը պատահական է։ Հերոսների ընտանիքի ուրեմն անդամների նկատմամբ այդ վերաբերմունքը պատահական է, նոր է սկսել այդ վերաբերմունքը, եռաբլուրից է սկսել այդ վերաբերմունքը, երբ որ ծնկեր գալի կեղծ այդ մեր հերոսների գերեզմանների առաջ եւ մի քանի մետր են կողմ այդ հերոսացին ծնողներին ծեծում ու ջարդում էին։ Այդ ժամանակվանից էլ դրանից առաջ էլ այդ վերաբերմունքը, որ ասում են հանուն ոչնչի գնացին մեր երիտասարդները, այդքան մատաղ սերունդը գնաց զոհվեց, ասեցին հանուն ոչնչի են գնացել այդ մարդիկ զոհվել։ Եվ արցախցիների կներեք, արցախցիների թիրախավորում, ամեն Աստծո օր թիրախավորում են արցախցի մեր քույր եղբայրները, նոր այդ թիրախավորումը։ Մի հատ տեսեք իր այդ հանդիպումների ժամանակ ովքեր են մասնակցում, որ ասում են թող բայրակթար ուտեն, թող ասում են թող թուրքերը այդ մարդկանց կոտորեն ջարդեն, մեկը Հայաստան չմտնի։ Մոռացել եք այդ արտահայտությունը, այդ խոսույթը որտեղից է դուրս եկել։ Իրանց այդ սատելիտներ բլոգերին զիբին են դրանցից, որ ինչ բերանը գալիս ասում է ներազգային պարակտում են մտցնում մեր քույր եղբայրների, մեր հայրենակիցների։ Այսօր Արցախնա վաղներ ասելու են Շիրակն է, մյուս օր ասելու են Տավուշն է, ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն իրանց համար։ Այդ ներազգային պարակտում մտցնելը իրանց դարել է ամենօրյա գործի, բանու գործի առարկան, այդ ասում ներեգություն ա խնդրել։ Դուք մատ սիվիկի բանը նայեք, էլի այդ գրառումները նայեք, էլի, եթե պիտի ներեգություն խնդրեն, հաջորդ վարքյանին ցեխ շպրտեն այդ մարդկանց նկատմամբ, այդ ներեգությունը ինչ արժեք ունի։ Տեսել եք ինչ են գրում։ Տեսել եք ինչ խոսույթով են հանդես գալիս։ Դե բա ինչի մասնախոսքը։